Պաշտպանենք Թեղուտը սոցիալ-տնտեսական բնապահպանական հասարակական կազմակերպության և Թեղուտ Փակbaşնիտրական ընկերության համատեղ նախաձեռնությամբ Շնորհ և Թեղուտ գյուղապետարանների և Մանես բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվեց «Մաքուր պահենք մեր հողն ու ջուրը» խորագրով միջոցառում։ Միջոցառման շրջանակներում նախատեսված էր մաքրել Շնորհ գետի տարբեր ափամերձ հատվածներ, մի քանի հուշաղբյուրներ, հանգստի և ժամանցի վայրեր։ Մեր այսօրվա նախաձեռնությանը հաջողություն եմ մաղթում և կոչանում ի գործ։ Ծրագրին մասնակցում էին ինչպես Թեղուտ Փակbaşնիտրական ընկերության աշխատակիցներն, այնպես էլ համայնքներից ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ և այլ շահագրգիռ անձինք։ Միջոցառման գաղափարը ողջունել և ծրագրին միացել էր Թեղուտը սերունդների համար հասարակական կազմակերպությունը։ Այդ կազմակերպության նախագահ Ռուբեն Շահկյանի խոսքով ցանկացած հակամարտության դեպքում անհրաժեշտ է փոխհամաձայնության հիմքեր մշակել։ Այս դեպքում դա առավել քան հնարավոր է, քանի որ ինչպես նշում է Ռուբեն Շահկյանը, ընկերությունը սվիներով չի ընդունում բնապահպանների կողմից բարձրացվող հարցերը։ Ինքս էլ ժամանակին ասեմ, որ դեմ եմ եղել հանքարդյունաբերությանը ընդհանրապես որպես բնապահպան, բայց այսօր հարցը առավել գլոբալ է։ Եվ այսօր այս ներդրումների այս քանակին 160 միլիոնից ավել մարդիկ ներդրում են արել։ Մի քիչ աբսուրդ կլինի մտածել, թե այսօր արդեն պիտի գործընթացը կանգնեցվի կամ եսիմ ինչ։ Սրանք արդեն կաղմտածողության արդյունք կլինեն, դրա համար ես կուզեի ասեմ, որ այս պահին ավելի շատ պետք է մեր ամեն ինչը նպատակաուղղված բնապահպանություն, էկոլոգիական խնդիրները պատշաճ վիճակին պահպանելու համար։ Պատրաստական ենք նաև հաջորդ խնդիրները, որտեղ ինքներս ունենք ծրագրեր, ինքներս առաջարկներ, սա թող դառնա սկիզբը, ես կուզեի օրհնված օր կոչվեր այս օրը, այն իմաստով, որ ի վերջո կոմպրոմիս լիներ ու կարողանանք հարցերին կոլեգիալ մարդավարի շնորհքով լուծումներ տալ։ Շատերն են ասում, որ Թեղուտի տարածաշրջանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որն այսօր լիարժեք չի օգտագործվում։ Կազմակերպիչները նշում են, որ Շնորհ գետի շրջակայքի և հարակից հուշաղբյուրների ու ժամանցի վայրերի բարեկարգումը նպատակ ունի զբոսաշրջիկների համար դրանք ավելի գրավիչ ու հարմարավետ դարձնել։ Այն հանգստի վայրերը, որոնք հանգստացողներից հետո հայտնվել են ոչ այնքան բարվոք վիճակում, բացի բարեկարգումից նաև նախատեսվում է կահավորել աղբարկղերով համապատասխան և ցուցանակներով, որոնք կհորդորեն հետագայում հանգստացողներին այլևս այն վիճակի մեջ չդնել, ինչպիսին մենք տեսնում ենք հիմա դրանք։ Հուշաղբյուրները կառուցվել են ի նշան նախնյաց հիշատակի հարգանքի և Թեղուտ ու Շնորհ համայնքների բնակիչների համար միջոցառմանը մասնակցությունը նաև նախնյաց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու խորհուրդ ունի։ Այս նախաձեռնությունը մեզ համար շատ հաճելի է և ուրախաբեր, որպեսզի մեր տարածաշրջանը էլ ավելի մաքուր գտնվի, բոլորի համար էլ հաճելի է մաքուր միջավայրում ապրել և աշխատել։ Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ դպրոցականներին աշխատանքներում ներգրավել են առաջին հերթին բնապահպանական կրթական նպատակներով։ Այսպիսի աշխատանքներին մասնակցությունն անշուշտ կնպաստի նրանց մոտ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ Հովիկն ու իր ընկերները ճամբարային իրենց մեկ օրը որոշեցին նվիրել այս միջոցառմանը։ Նրանք գետի երկայնքով հավաքում էին ամենաանհավանական կենցաղային իրեր, որոնք մարդկանց անփութության պատճառով հայտնվել են այստեղ։ Թղթեր, ցելոֆոններ, կոշիկներ, ծաղկաման։ Մեր շրջակայքը կեղտոտվել է, որովհետև մարդիկ չեն հասկանում, թե ինչու պետք է պահեն մաքուր մեր բնությունը և թափում են այն, ինչ որ պետք չէ թափել։ Սրանից հետո մենք ավելի մաքուր կլինենք, կեղտերը չենք թափի, որովհետև մեկ ուրիշներն էլ մեր փոխարեն կգան այստեղ կմաքրեն։ Որոշ տարածքներում աղբի այնպիսի կուտակումներ էին ձևավորվել, որ հավաքելու համար հատուկ տեխնիկայի անհրաժեշտություն կար։ Աշխատանքների արդյունքում հավաքված աղբը աղբատար մեքենայով տեղափոխվեց աղբավայր։ Նշենք, որ այս օրերին Թեղուտի մերձակայքում իրականացվում է էկոկրթական ճամբար, որին մասնակցում են մայրաքաղաքից ժամանած բնապահպան ակտիվիստներ։ Նրանց նույնպես առաջարկվել էր մասնակցել Շնորհ գետի մաքրման աշխատանքներին։ Ես անձամբ կապվել եմ կազմակերպիչներից Հրայր Սավզյանի հետ և պատրաստակամություն հայտնել ցանկացած տեղեկատվություն տրամադրելու, որ իրենք կարող են օգտագործել իրենց էկոկրթական վրանային ճամբարը պատշաճ կազմակերպելու համար։ Եվ օգտագործելով առիթը նաև հրավիրել եմ մասնակցելու այս բնապահպանական գործողությանը։
ցավոք սրտի որոշ քննարկումից հետո այլ կազմակերպիչների հետ ինձ նա զանգահարեց եւ հայտնեց, որ կազմակերպության հետ, որը հանքարդյունաբերությունը թույլատրելի է համարում Թեղուտում, իրենք չեն կարող որևէ ընդհանուր գործ ունենալ։ Հովիկ Ազարյանի տունը գտնվում է Շնորհ գետի հարևանությամբ։ Սեփական աչքով հաճախ է տեսնում, թե ինչպես են մարդիկ իրենց աղբը բերում ու թափում գետում։ Ասում է, որ մեր կենցաղում պոլիէթիլենային տոպրակների հայտնվելուց հետո վիճակն առավել վատ թարացավ։ Սեփական մեքենայով աղբը բերում են լցնում ստեղից փոքր գետը։ Մի անգամ էլ ասի, այ տղա, այն մեզ դեպետ նացեք թողեք թուրքերի մա գնա էլի, ինչի եք բերում ես գեցակնացում ստի, թել չան քանի։ Նա նշում է, որ Շնորհ Թեղուտ համայնքներում լավ հուշաղբյուրներ կան կառուցված, մի քանիսի հեղինակն էլ ինքն է։ Ցավ է ապրում, երբ իր ձեռքով կառուցած հուշաղբյուրները բարձի թողի վիճակում է տեսնում, նույնիսկ ստիպված է եղել դրանցից մեկը պահպանության նպատակով փակի տակ դնել։ Ես իմ հորի աղբոր, իմ հորս մամ մենք սարքել ենք։ Հիմի բլանքի տակ ենք գծել։ Փակի տակ ենք գծել, որ էլ ուրիշ մարդ չգնա։ Երբ գնենք, մենք մաքրենք, ուրիշի կերած, այն զիբիլը մենք մաքրենք։ 1967 թվականին կառուցված հայրենական պատերազմում զոհված Մաժինյանների հուշաղբյուրն է վարպետ Հովիկի ձեռքի գործը։ Պաշտպանենք Թեղուտը հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Թեղուտ Փակbaşնետիրական ընկերության ու Մանես հիմնադրամի աջակցությամբ այս հուշաղբյուրի տարածքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ են կատարվում։ Տարածքի սեփականատերը Նազիկ Խաչատրյանն է, ով այսօր մեծ հուզմունքով է ականատես լինում կատարվող մեծածավալ աշխատանքներին։ Ասում է, որ ամուսնու մահից հետո երեխաները փոքր էին եւ տարածքի պատշաճ խնամքով հնարավոր չեղավ զբաղվել։ Հիշում է, թե նախկինում ինչքան գեղեցիկ ու հաճելի էր այստեղ։ Հարակից տարածքում գտնվող փոքրիկ լճակում նույնիսկ ձկներ էին պահում։ Հիմա տիկին Նազիկն ուրախ է, որ տարածքը հիմնովին բարեկարգվում է։ Բաստողի վիճակ էր։ Հիմա շնորհակալ ենք շատ։ Վելա ամբողջությամբ մաքրվել է տարածքը։ Սիրուն սարքում են, հաճելի է, որ բնակչությունը, երեխաները բոլորը հավաքվեն այստեղ, իրենց ժամանակը ակուրատնի գեղեցիկ ձևով անցկացնեն։ Հենց այստեղ էլ Մաժինյանների հուշաղբյուրի տարածքում օրվա վերջում հավաքվեցին միջոցառման բոլոր մասնակիցները։ Պաշտպանենք Թեղուտը սոցիալ-տնտեսական բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Ավագյանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու համար եւ հավաստիացրեց, որ այսպիսի նախաձեռնությունները կլինեն պարբերական։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։